Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրիհամը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Սարիղամիշի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը լրագրող, ֆուդբլոգեր Արուսյակ Հոխիկյանն է։ Ողջույն Արուսյակ։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Արուսյակ, որտեղից են ձեր արմատները։ Իմ արմատները Էրզրումից են, Սարիղամիշից։ Հայրական կողմը, մայրական կողմը Կարսից։ Բարի, երկուսն էլ այսինքն միևնույն տարածաշրջանից են, Բարձրհայքի տարածաշրջանից են, եւ հետաքրքիր է, որ մենք այսօր պատրաստելու ենք ճաշատեսակ, քայլելով դեպի ձեր արմատներ։ Այո։ Այս հաղորդաշարը Էրգրիհամը հենց միտված է, որպեսզի մենք քայլենք եւ պեղենք ու գտնենք այնպիսի բաղադրատոմսեր, որոնք քիչ հայտնի են կամ ուղղակի տարորոշված չեն տեղային տարածքներով, հա, եւ մենք բացահայտում ենք, թե որ տարածաշրջանի ճաշատեսակ է եւ ովքեր են պատրաստել այս ճաշատեսակը։ Եթե կա պատմություն դրա շուրջ, պատմում ենք նաեւ դրա մասին։ Մենք այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր մի անուշապուր, որը երկու տեսակ է, հա, ստացվում։ Մենք այսօր պատրաստելու ենք ավելի շատ դեպի քաղցր գնացող տարատեսակը։ Կիսաաղանդերային, կիսաուտեստային տարբերակ։ Բարի, ինչ ենք օգտագործելու։ Մենք ունենք այստեղ ծիրանի ճիր, որը արևի տակի առանց շաքարավազի, սալորաճիր կիսաթթվային համ հաղորդելու բալանս բերելու համար է։ Այստեղ ունենք նաև կոտրած ձավար, որը ես մի փոքր թրջել եմ։ Այո, իդեպ ձավարը կարող է ամբողջական լինել, ուղղակի արագ պատրաստվելու համար կոտրած ձավարն ավելի հարմար է։ Բարի, ուրեմն կոտրած ձավարը նախապես հարգելի հեռուստադիտող Արուսյակը ինձ ասաց, որ պետք է մաղել, որտեղ այստեղ գաղտնիք կա, երբ որ կոտրում են ձավարը, իր վրա այսպես փոշենման զանգված է առաջանում, հետեւաբար փոշենման զանգվածը որպեսզի ավելի ցեխային չստացվի ճաշատեսակը, պետք է նախապես մաղել։ Ես արել եմ այդ գործընթացը։ Ունենք այստեղ կարակ, ունենք դարչին, կարմիր պղպեղ, քունջութը ժամանակակից նորաձև լուծում է, ուղղակի գեղեցկացնելու տեսք ենք տալու, չնայած այն ժամանակ էլ կարող էին օգտագործել, բայց դասական տարբերակի մեջ չկա, այո։ Եվ օշարակ կամ մեղր։ Այս դեպքում մեր դեպքում օգտագործել են կեռասի օշարակ։ Որպես լրացում ասեմ, որ կարող է վերջում լինել նաև դաղած սոխով, սոխառածով, բայց քանի որ ոչ բոլորն են այդ տարբերակը սիրում, մենք ավելի, այո, այո, քաղցրի հետ կապված սոխառածը ոչ բոլորն են, որ նախընտրում։ Այո, մի քիչ շատ էքստրավագանտ, որպեսզի չդիտվի, բայց իդեպ եղել է, մենք մանկուց էլ եւ օգտագործել ենք մի տարբերակը եւ մի տան անդամների մի մասը սիրել է մի տարբերակը, մնացածը մյուս։ Բարի, ես առաջարկում եմ վերադասավորվել եւ անցնել առաջ։ Մենք արդեն վերադարձանք եւ այստեղ ունենք պատրաստվում է, ուրեմն եփվում է, խաշվելու գործընթացն իրականացվում կոտրած ձավարի, պարզապես քիչ ջրով դնում ենք, որպեսզի ձավարը եփման աստիճանի հասնի։ Այո։ Մինչև դա պատրաստ կլինի, մենք Արուսյակի հետ կզրուցենք եւ իհարկե մի փոքր կմանրացնենք մեր ծիրանաճիրը եւ սալորաճիրը։ Եթե շատ մանր են, դրա կարիքը չկա, բայց ամեն դեպքում ուտելիս հաճելի է, որ շատ խոշոր չլինի։ Ամեն դեպքում ինձ թվում է եփվելուց ինքը փափկում է եւ այսպես հյուսվում է ամբողջի հետ, հետեւաբար կարելի է եւ չկտրել։ Բայց դե մենք կկտրենք եւ կզրուցենք։ Այո։ Արուսյակ ջան, դուք մասնագիտությամբ լրագրող եք։ Այո։ Ինչպես ընտրեցիք լրագրությունը եւ ո՞ր է ձեր նպատակը լրագրության ոլորտում հայտնվելու։ Ես միշտ ասում եմ, որ երևի լրագրությունն ինձ ընտրեց, որովհետև ես սիրում էի բնական գիտություններ ու երևի թե երբևէ մտքովս չէր անցնի, եթե պատահականությունների շարքը ինձ չբերեր դրան, այսինքն շարադրության մրցույթներ, ստեղծագործական մրցույթներ, որոնք անընդհատ տարան ինչ-որ խմբագրություններ ու աստիճանաբար զգացի, որ այդ ոլորտը ինձ ավելի քան հոգեհարազատ է։ Ու երևի թե հիմա չեք աշխատում այդ ուղղությամբ։ Բավականին ժամանակ, հա, չեմ աշխատում, փոխարինել եմ շատ մոտիկ, բայց նաև մի փոքր դրանից տարբերվող այլ ոլորտով։ Իսկ ինչպես կատարեցիք անցում դեպի ֆուդբլոգերություն։ Այստեղ էլ ես չեմ ընտրել, այստեղ էլ պատահական է ստացվել էլի։ Պատահական երևի իրադարձությունները երևի պիտի այդպես լիներ, այդ իմն էր ու շատ այսպես բնական ու ես դա միշտ ասում եմ ճակատագրի մատախառն էր երևի մասնագիտության հարցում էր, պիտի ամուսնուս հանդիպեի, երևի դրա համար, բայց նաև սիրել եմ իհարկե մասնագիտությունս, ինչ խոսք, իսկ ֆուդբլոգերությունը տղաներից ծնվելուց հետո
տանն էի ու քանի որ ասացի բնական գիտություններ սիրում էի, հացի տեխնոլոգիան շատ գրավեց։ Պիտի ես իմանայի ուսումնասիրել ու այդպես գնաց։ Պիտի իմանայի ոչ միայն ինչ անել, այլ ինչի համար է այդպես, սպիտակուցներ եւ այլն, այդ process-ը գայթակղեց ու հետո այդպես Ես ձեր թողարկումները տեսել եմ YouTube-յան հարթակում եւ ձեր Facebook-յան հարթակում եւս եւ հետաքրքիր է որ դուք ոչ միայն այսպես ուղակի պատրաստում եք ասում եք սա սրա վրա ենք լցնում եւ այլն նաեւ հետեւություններ ինչ հետ կարելի է եւ ինչու չի կարելի այս տարբերակը կոնկրետ ինձ հաճելի է դա լսել որովհետեւ շատ քչերն են որ նաեւ մանրամասնում են ինչու օրինակ կարելի է այսպես անել ինչու ոչ տարբերակը հա դա ցույց է տալիս որ մարդը ոչ միայն ուղակի կտրատում է ինչ որ բաներ խառնում իրար ստանում ինչ որ ճաշատեսակ այլ նաեւ նախապես ուսումնասիրում է ամբողջ այդ բազան չէ որ այդ ամեն ինչի մասին խոսելուց առաջ պետք է բազա ունենալ ամեն դեպքում։ Ես միշտ ասում եմ, որ դա իմ յուրաքանչյուր տեսանյութ միայն բաղադրատոմս չի, նախագիծ է։ Նախագիծ, որ նախորոք պատրաստում եմ, բնականաբար ինքս ինձ համար հասկանում եմ ու ընդ որում ոչ թե տեսանյութից առաջ, մեկ շաբաթ եւ այլն, այսինքն ժամանակի երկար ժամանակ ես դա պիտի իմ մեջ հասունացնեմ, հասնեմ նրան, որ ես վստահ լինեմ։ Ես դրան տիրապետում եմ, իդեպ ամենակարևորը, որ ես կկարողանամ պատասխանել հետևորդներիս հարցերին։ Այս շատ կարևոր է, հա, ինձ համար առաջնային է, որպեսզի բոլոր հարցերին իսկապես չասեմ կոմպետենտ, ես մասնագետը չեմ դրան, բայց տեղեկացված լինեմ։ Իսկ ամենահետաքրքիր մեկնաբանությունը, որ այսքան ժամանակ ունեցել ես քո մեծ լսարանում, ի՞նչն է եղել։ Ոյ, շատ են, կդժվարանամ առանձնացնել, բոլորն էլ հետաքրքիր են, քանի որ որքան մարդ այնքան կարծիք, այնքան բնավորություն ու այնքան տարբեր են, երբեմն այնքան անսպասելի։ Հիմա երևի կդժվարանամ։ Ամենաարտառոցը իմ մեկնաբանություններից ամենաարտառոցը որից ապսել է ուղակի վատ առումով, չէ, վատը շատ քիչ է։ Չէ, առաջին իսկ հայացքից չէի պատկերացնում ինչ է գրված մեկնաբանությունը։ Ահա։ Այսպեսի մի արտահայտություն էր գրված՝ բերանը տաճար։ Այդպես էին գրել։ Առաջին մի քանի րոպեն ուզում եի հասկանալ ինչ են ուզեցել ասել այս ամբողջով։ Հա, որովհետև կտրուկ ինչ որ բառակապակցություն է, որի մեջ դու չես կարողանում հասկանալ ինչ է սա նշանակում։ Երբևիցե չէի լսել նման արտահայտություն։ Հետո հասկացա կոնցեպտը ինչումն է, ի նկատի ուներ, որ այն ինչ որ խոսում ես եւ այն ինչ որ տալիս ես սուրբ տեղից է դուրս գալիս։ Այսինքն դա բան էր, հա, գովեստի խոսք էր։ Ու բարձր գովեստի խոսքեր։ Ես կարծիքի օրհնանքի պես մի բան է ստացվում, որտեվ տաճարից միշտ մենք պատկերացնում ենք, որ սուրբ ինչ որ խոսք, աղոթք եւ այլն այսպես է դուրս գալիս, հետեւաբար այդպես մեկնաբանություն էին գրել։ Իմ մոտ տպավորված ամենահետաքրքիր մեկնաբանություններից մեկը դա է։ Իսկ քեզ մոտ իմ հետևորդներից երևի հիշեմ մի հրաշալի կին կա, շատ դրական տրամադրված, ամեն անգամ ասում է բազմանա քո տեսակը, որպեսզի փրկվի իմ երկիրը։ Ինձ այնքան հաճելի է այդ տեսակ, այսինքն մարդը այնքան պիտի լավը տեսնի քո մեջ, այնքան պիտի գնահատի, որ ցանկանա, որ քո տեսակը շրջապատի իրեն, իր սերունդներին, ինձ համար շատ հաճելի է։ Չգիտեմ արտառոց է թե չէ, բայց հաճելի է։ Ու ամեն անգամ իդեպ իմ առաջին մեկնաբանություններից մեկը հենց ինքն է լինում, շատ հետաքրքիր ու հաճելի է շատ։ Շնորհակալ եմ անչափ։ Արուսյակ ջան, ձեր խոհանոցը ֆուդ բլոգերության մեջ նկատի ունեմ, հա։ Հիմնականում տարբեր տեսակի է լինում, եւ հայկական կա այնտեղ, եւ տարբեր ազգերի կա, եւ առօրյական ժամանակակից ստեղծված խոհանոց։ Կխնդրեմ նշեք հայկական խոհանոցից ո՞րն է ձեր ամենասիրելի ճաշատեսակը, որ միշտ դուք պատրաստում եք։ Տանը շատ ենք պատրաստում, քանի որ արմատներս ասացի, խոր արմատներս որտեղից են եւ պապիկաս հորական կողմից եւ մորական կողմից եղել են Շիրակի մարզից, Արթիկից կոնկրետ, Նորաշեն, Արթիկ։ Դուք այնտեղ չեք ապրել։ Չէ, չեմ ապրել, բայց արմատներս գալիս են այնտեղից։ Ու բնականաբար այնտեղի ուտեստները շատ հոգեհարազատ են ու ամենաշատը շատ սիրում եմ պաներխաշ, երևի ծանոթ կլինի։ Աննկարագրելի համերգ, այստեղ ենք պատրաստել։ Ու թաթար բորակի։ Տղաներս ամենաշատը պատկերացեք մսով տարբերակները, որ այդքան հարկի են համարվում, մեր տանը սիրում ենք բնականաբար, բայց եթե ընտրություն լինի, թաթար բորակին առաջին տեղում եմ։ Հետաքրքիր է։ Արուսյակ ջան, մենք արդեն որ ծիրանաչիրը եւ սալորաչիրը պատրաստ ենք։ Հա, ավելի մանր չարժի։ Հա, հիմա կտեսնենք ձավարը ինչ աշճանի է խաշվել եւ ձավարը պիտի լինի համարյա եփված։
Քանի որ վարպետ ես, արի մոտիկ։ Վարպետ չեմ։ Արի հասկանանք այստեղ։ Մի փոքր էլ կսպասենք, որպեսզի համարյա եփված վիճակում լինի ու ծիրանաչրի հետ, այսինքն չրերի հետ շատ չեփվի։ Բարի, սպասենք եւս մի փոքր։ Ուրեմն ներկայացնենք, որ նաև այս ճաշատեսակներին բնորոշ ճաշատեսակները հիմնականում կոչվում են անուշապուրներ, այսինքն քաղցրային հիմք ունեցող, այո, ընդհանուր անվանում ունի եւ գիտես, մի հետաքրքիր բան եմ նկատել, երբ որ մասնագիտական դաշտում ուսումնասիրում էի խոհանոցների հետ կապված, հա, այդ պատմությունները, մի եզրահանգում ինձ մոտ եղավ, երբ որ Սիրիայում եւ սիրիահայերի ու լիբանանահայերի մոտ պահպանված է անուշապուրների բազմաթիվ տեսակներ եւ միջև որս տարբեր տոների Սուրբ Սարգիս կլինի այնտեղ Վարդևոր կլինի մնացած բոլոր տոներին իրենք պատրաստում են անուշապուրներ եւ դրանք բրնձով են նվեր են նաեւ տալիս այո գիտեմ բաժակով պնակներով այո ոնց որ մատաղի նման մի այսպես հետաքրքիր գաղափար լինի ես մի ժամանակ մի հետաքրքիր դասախոսություն էի մասնակցում եւ իրենք հյուրասիրություն կազմակերպել էին հենց անուշապուրներով դա պատրաստված էր բրնձով խաղողի շիրայով եփված մոտավորապես շիլա էր մուգ գույնի դե խաղողի շիրան էր մքացրել դարչին եւ ընկույզ չափից ավելի քաղցր մի 3 գթալից հետո ես չկարողացա ուտել որովհետեւ շատ քաղցր էր ինձ համար զուտ ամբողջությամբ աղանդեր ամբողջությամբ աղանդեր իրեն մատուցում էին տաք վիճակում եւ հենց անուշապուր էր իր անվանումը շատ հետաքրքիր իրեւ բաղադրատոմս էր այնպես որ իրենց մոտ այսինքն սիրիահայերի լիբանանահայերի եւ արևմտահայոց խոհանոցի տեղափոխությունը դեպի դրսի երկրներ հա պահպանվել է այդ առումով ես օրինակ չէի նկատել որ այստեղ եւս անուշապուր պատրաստում են որտեվ մեզ մոտ օրինակ ես արմատներով սասունցի եմ եւ գիտեմ նաեւ Արցախում չամչարակ են անվանում ուղակի ծիրանաչիրի ջրով եփված պինդ վիճակում տեղեր կա որտեղ ավելացնում են ուրեմն խաշված ցորեն, նու ձավարի մասն է խոսքը, հա, ձավար, բայց ոչ նրա սրա նման խյուս է դառնում, այլ այսպես հատիկ-հատիկ ուղակի մեջը լինում է։ Սրա տարատեսակներից էլ կա, հենց ամբողջական ձավարով։ Դա էլի ըստ երևի ըստ ճաշակի, նաև ժամանակի հարց է, ով ինչպես կնախընտրի, ասեմ որ եւ համի եւ ընդհանուր կառուցվածքի առումով տարբեր է ստացվում, էլի նայած որ ընտանիքում ինչպես են սիրում։ Օրինակ այս տարբերակից կա, որ խյուս են ավելացնում, այսինքն մենք նախորդ ձավարը ալյուրով պատրաստված։ Հա, այս դեպքում մաղեցինք, որպեսզի ալյուրը չլինի, բայց կա տարբերակ, որ խավից են ավելացնում, մի փոքր բովում են կարակով ու վերջում ավելացնում, մի քիչ եփում են իրար հետ։ Էլի երևի տարբեր բնակավայրեր թեկուզ իրար մոտիկ, բայց գիտենք, հա, մեր լեռնաշխարհը որքան տարանջատում է բնակավայրերը։ Ամեն գյուղ մի նյուանսով, ինչ որ փոքրիկ բաղադրատոմսով, բաղադրիչով փոխում է բաղադրատոմսը։ Հենց Նորաշենի ու Արթիկի պատկերացրեք տարբերակը, որքան էլ մոտ են բնակավայրերը, որոշակի տարբերություններ ունեն։ Բարի, Արուսակ ջան, կխնդրեմ գաս այստեղ տեսնենք միասին Երևի աղն ավելացնենք։ Բարի, Արուսակ ջան, կխնդրեմ դուք աղա փոխանցեք, քիչ երևի չէ։ Կարելի է նաև մի քիչ ավելի վաղ, հա, ուղղակի որպեսզի միակողմանի չլինի համը։ Ամեն դեպքում երևի այսքանը բավական է ինձ թվում է, հա։ Կարծում եմ, հա։ Լավ, մի փոքր։ Բավական չէ, բավական է։ Շատ չլցնեմ, հետո ճար չի լինելու, չէ։ Ահա։ Ավելի քիչ լինի, հետո ավելի։ Ավելացնենք նաև ծիրանաչիրը եւ սալորաչիրը, թե դեռ ոչ։ Ցանկալի է ավելացնել։ Բարի։ Հիմա ավելացնեմ նաև այս ձև եւ մի փոքր էլ նաև հետո ջուր կավելացնենք, որպեսզի շատ պինդ չստացվի։ Այո, ու որպեսզի հասցնի մի փոքր խաշվել։ Իդեպ խտությունն էլ էլի կարգավորում ենք ըստ ճաշակի, որովհետև հանգիստ կարող է ինչ-որ մեկին դուր գա հենց շիլայանման, շատ պինդ շիլայանման տարբերակը կամ նույնիսկ ջրիկ տարբերակը մենք ստանանք միջինը։ Բարի, ուրեմն մենք ջուրը կավելացնենք եւ կանցնենք հաջորդ փուլին, որն է սոխարացի պատրաստումը, թեթև, այսինքն առանց սոխի տարբերակ է, հալված կարակ եւ դարչինի համադրություն կարմիր պղպեղ։ Կամ կարմիր պղպեղ կամ դարչին ըստ ճաշակի։ Իսկ վերջում կարող ենք դարչին ավելացնել առանձին։ Այդ երևի յուրաքանչյուր փորձողը ըստ իր ճաշակի։ Բարի, կհանդիպենք ընդմիջումից հետո։ Մենք վերադարձանք արդեն այստեղ չրերը ավելացրել ենք, քիչ ջրով պետք է համարյա շիլանման զանգված ստացվի, բայց ոչ շատ խյուս դառնա, ոչ էլ շատ այդպես հատիկ տարբերակ ունենա։ Միջին տարբերակն ենք թողում, մինչև դա պատրաստ կլինի, ես եւ Արուսյակը կզրուցենք ու նաեւ կարակ կհալենք, հա։ Կարակի հետ ավելացնելու ենք նաեւ այստեղ թեժացել էր բավական մեր թավան։
Մարմանդ, որ կարագը չայրվի։ Մի փոքր ձետ կխնդրեմ այնտեղից ինձ տաս, Արուսյակ ջան։ Հասիր օգնության վիճակն է ձեթը։ Այրման ջերմաստիճան իջեցնենք։ Այո։ Իդեպ կարևոր է, ինչի են մեր տատիկները յուղը հալած օգտագործել, որովհետև երբ որ յուղը հալեցնում ենք, դրա մեջ լակտոզան սպիտակուցները պակասում են, ոչ վերանում են։ Հետո այն թանալիչքի հատվածը դուրս է ամբողջությամբ։ Այո, ու այդ ամենակարևոր մասն է, գիտեք, դրանից հիպոալերգիկ է դառնում ու բացի այդ ամենից այրման ջերմաստիճանը բարձրանում է, քանի որ սպիտակուցների լակտոզա չկա, կարող եք նույնիսկ տապակել, բայց խոսքը ոչ թե ուղղակի հալեցված կարագի մասին, այլ այն զուլալ, երբ որ այո, ամբողջ աղջիկը գոլորշի անում է հեղուկը, աղջիկն էլ նստում է հատակին։ Մենք գիտենք, երբեմն ալյուր են ավելացնում, որ լավ նստի։ Այ այդ զուլալ աղ էին ավելացնում։ Երևի աղն էլ է կապում։ Գիտես ինչի, աղ էին ավելացնում ամբողջ զանգվածին եւ հետո դրանով աղի գաթա էինք թխում, այդ տակի սպիտակ զանգվածը։ Այո։ Թոներում բաղարջ։ Չէ, խոսքը աղը բնականաբար նախապես աղում էինք, կարագը, հետո նոր այսինքն աղում էին, մենք արդեն որպես շարունակողներ այդ ավանդույթի։ Այսքանը բավական է լավ։ Հա, կարագը կարող ենք անջատել։ Վերջ։ Ու այդ կարագը արդեն նույնիսկ պիտանի, այսինքն հալեցված է զուլալ յուղը, արդեն պիտանի է նույնիսկ տապակելու։ Կոնցերոգեններ չեն առաջանում, ամենաանվտանգ ու նաև առողջարար սննդատեսակն է, որտեղ առողջ ճարպերը օգտակար են ու անհրաժեշտ են մեզ, ինչքան էլ վախենանք ու խուսափենք, չէ, մեր օրգանիզմը դրա կարիքն ունի։ Շնորհակալություն այս հետաքրքիր տեղեկատվության համար, որովհետև շատ հաճախ հարցնում են, բա ոնց է տնական յուղ եք ուտում, բա վնասակար է եւ այլն, ճիշտ հակառակը պետք է իմանալ, որ տնական յուղը վնասակար չէ եւ մեր պապերը, տատերը, որ երկարակյաց են, հենց բնական մթերքի եւ սննդամթերքի հաշվին է, որ այդպես է։ Իրենք իմացել են նույն սնունդը ճիշտ օգտագործելու եղանակները։ Այո։ Մենք այստեղ ինչ ունենք անելու, Արուսյակ ջան, պետք է լցնել ուղակի հալված յուղը վրան։ Մենք կարող ենք ամբողջ ապուրը լցնել պնակների մեջ ու մատուցելիս գեղեցիկ արդեն յուղով, այո, զարդարել։ Իսկ քաղցրը կարող ենք նաև յուղը լցնել ամբողջի մեջ, եփել, այսինքն մի եռ միասին գա ու վերջում արդեն ձևավորել օշարակով կամ մեղրով։ Այդ արդեն ըստ ցանկության ինձ թվում է մի փոքր յուղ ավելացնել, որպեսզի համերը մի փոքր ավելի հագենան։ Բարի, մի փոքր կավելացնենք մենք յուղը, արդեն կլինի պատրաստ մատուցման եւ կվերադառնանք արդեն ճաշակելու։ Սիրելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, արդեն պատրաստ է ճաշակելու, չեք պատկերացնի ինչ յուրահատուկ նրբաբույր է այստեղ տարածվել։ Արուսյակը կներկայացնի, թե այս ճաշատեսակը ով է պատրաստել իրենց ընտանիքում, որտեղ մենք չհասցրեցինք դրանից խոսել, խնդրեմ Արուսյակ ջան։ Այս ճաշատեսակը մեր տանը պատրաստել է պապիկս, Նորաշենցի պապիկս, ու հենց իր պատրաստածն եմ ես հիշում, որպեսզի մանկության համ ու հատկանշական է, որ իր մահից հետո մեր տանը չենք պատրաստել։ Ես արդեն քանի տարի, այսինքն 20 տարի, արդեն 20 տարի։ Այսօր բացումն ենք անում։ Բայց միևնույն է, իմ մանկության համերի հետ ասոցացվում է, այնպես որ ինձ համար շատ հոգեհարազատ է։ Բարի, ես առաջարկում փորձենք։ Այո, ու երիտասարդներն էլ հաճախ չգիտեն, նույնիսկ նույն տարածքում, բնակավայրում։ Մենք ավելացրել ենք յուղ եւ օշարակ, կարող եք նաեւ ցանկության դեպքում դարչին ավելացնել։ Ոստվացի։ Անսպասելի է։ Անկեղծ չէի պատկերացնում, որ ինքը այսքան համեղ բան է ստացվելու։ Չգիտեմ, մի ձև սիրտս կախեր, համադրությունը չէի հասկանում ինչ է, բայց ես հասկացա, որ քո մանկության համը շատ համեղ է եղել։ Համի գաղտնիքն իմացել են մեր մեծերը։ Այո։ Արտակարգ։ Շնորհակալություն պապիկին, շնորհակալություն քեզ առանձնապես, որ այս հետաքրքիր բաղադրատոմսը մեզ այսօր մատուցեցիր եւ մենք հրամցրեցինք հեռուստադիտողին, որտեղ կարեւոր է, այո, ապրեցնել այս ճաշատեսակը։ Կարեւոր է, երբ որ դու քայլում ես քո արմատների հետքերով։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ։ Այս նրբահամ անուշաբույր անուշապուրը, որ պատրաստեցինք Արուսյակի հետ, յուրահատուկ մանկության համար։ Շնորհակալ ենք այս յուրահատուկ բաղադրատոմսի համար։ Դե ինչ, ձեզ հետ էր Վահե Սեման, կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, տեր կենդանին։